ասեց հելեք սեղ է։ Նման կրակոցները դա ահաբեկչություն է։ Ինչի ականատեսն ինքը լինելու։ Ավելի վատ սցենար ձեզ ասում։ Կոնկրետ ուզում է պատերազմ սադրել, թե ով դա չի հասկանում, խելքի հետ լուրջ խնդիրներ ունի, պատերազմ ցանկացած պահին կարա սկսի։ Անում են, որպեսզի Իրանը ներսից պայթեցնեն։ Թեկուզ հոգնած իրանական արդյունքը չկծի փոքին, որտեղ ինքը կծելուց փոքելու է, շատ մեծ է, շատ հզոր է։ Իսրայելին չի հաջողվելու։ Չի բացառվում, որ դրանից փորձեն օգտվել եւ մի քիչ ավելին անեն թուրքերը, քան իրաց թույլ են տվել այդ 3 ասիջները։ Նոր պատերազմից խուսափելու հնարավորություն ունենք։ Այո, ազգանակ դառնալու։ Մեզ կուտալը շատ թանկ հաճույք է լինելու։ Ալիևին չի հաջողվում։ Ոչ մեկին։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս չմերժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսելու ենք կարևոր թեմաներից, որոնք վերաբերում են թե Հայաստանին, թե տարածաշրջանում զարգացող իրադարձություններին։ Նախ եւ առաջ միանգամից ուզում եմ ձեզ հարցնել, որպես ռազմական փորձագետ եւ այսպես ասած զինվորական։ Ադրբեջանը կրակելով Հայաստանի սահմանին եւ բնակավայրերին, ինչ է ուզում հասկացնել, ինչ է ուզում ցույց տալ, սա կոնկրետ ուզում է պատերազմ սադրել, թե պարզապես ուզում է ահաբեկել հայ ժողովրդին։ Դե առաջին հերթին պիտի հասկանանք, որ նման կրակոցները դա ահաբեկչություն է։ Բնակչության ահաբեկելու խնդիրը լուծում, անկախ դրանից, թե ինչ ուրիշ ցանկություններ ինքը հետապնդում է կամ չի հետապնդում։ Հայաթափելու ցանկությունը սահմանամերձ գյուղերը, դա իր երազանքն է, իր նպատակներից մեկը ինքը դրա վրա աշխատում է։ Հակակշիռ ավելի կարևոր է դու ինչ ես դրան դնելու։ Այո։ Սահմանամերձ գյուղերը պիտի դառնան սահմանապահ գյուղեր։ Ով դա չի հասկանում, խելքի հետ լուրջ խնդիրներ ունի։ Ուրիշ բացատրություն չունեն։ Այն որ ասում են, չգիտեմ, էս մի կառավարությունն է դա վճարում, այն մյուսը, էսի, չէ։ Այն ով որ չի հասկանում, որ սահմանամերձ գյուղը պետք է դառնա սահմանապահ, ընդհանրապես հարկեր չվճարի, ասենք ոչ ավտոյի, ոչ անշարժ գույքի, ոչ բիզնեսի, որովհետև պետք է գրավչություն ապահովես ոչ միայն ասենք այդտեղ տան շինարարությունով, այլ նաև այդտեղ ապրելով։ Լավ մարդ եկավ 16 միլիոնը ստացավ, տունը սարքեց, լավ գնաց, մեկ-մեկ դա չի գալի։ Դա լուրջ չի։ Սահմանապահ գյուղը դա նշանակում է սահմանապահը այդտեղ բնակվում է։ Դա նշանակում է, որ ցանկացած բիզնես, այդ թվում նաև բանկ, եթե այս մարդը բանկ ունի, իր գլխավոր օֆիսը պետք է տանի գյուղ, որ հարկեր չտա դրա համար։ Ու եթե դու նման քայլեր ես անում, հետնել մարդկանց, մարզում ես, պարապացնում ես, կցագրում ես համապատասխան ստորաբաժանումներին, մարզումները շատ կոնկրետ են, ոչ միայն ինդիվիդուալ, այլ նաև խմբային գյուղի բնակչությանը, ասենք, որոնք որ սահմանապահ առաջի հերթին եկող օգնության, ասենք, ստորաբաժանում են դառնում, հետնել զինում ես ու զենքը տանն են պահում հանդերձանքի հետ միասին։ Այո, դրա մասին է ուզում։ Այդ վաղ գալիս ես դրան, որ ասենք, դե թող հələ ահաբեկի։ Դե թող ահաբեկի։ Դժբախտաբար, պարոն Վարդանով, Հայաստանի մարզերը ինքնիստինքյան, գրեթե Հայաստանի բոլոր մարզերը վերածվել են սահմանամերձ բնակավայրերի, գրեթե բոլոր մարզերը։ Հասարակ ժողովուրդը այսօր ինչի կարիք ունի։ Իր բակը, իր դաշտը, որը պետք է մշակի, այսօր թիրախավորված է թշնամու հրազենի կողմից։ Չի կարողանում, դուք ասում եք պետք է որոշակի հարկերից ազատել, որոշակի որոշակի չէ, բոլոր հարկերից ազատել, արտոնություններ տալ, բայց դա չի արվում իր հերթին։ Այսօր գյուղացին չի կարողանում իր դաշտում իր հանապազորիա հացը վաստակելու համար ցանկ սանի։ Դրան պլյուս թշնամու ահաբեկիչ կրակոցները։ Բնակիչներն ասում են, որ արդեն կան հստակ ժամեր եւ գիտեն այդ ժամերին է լինելու կրակոցները եւ գիտեն թե որքան է տևելու։ Այսօր հայ բնակչությունը, այսպես ասած, անտեր է մնացել։ Բավականին լուրջ հարց է։ Անտերը վաղուց, որովհետև ինքը սովոր է տեր ունենալ, իսկ նման ձևի, ասենք, վերաբերմունքը գյուղացու կողմից
բերում անդրան, որ տերերը հաճախ փոխվում են կամ իրականում տեր չեն, վրեմենշիկներ են, արագ քերել, փախնել այդ վիճակներն, ու դա գալիս է միջնադարից։ Ինչ է ստացվում, չենք սիրում մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը ինքը իրան չի սիրում։ Մեր ժողովուրդը եթե ինքը իրան սիրեր, երբ որ ասենք ռազմական էլիտան Մանասկերտի ճակատամարտում պարտվեց, աշխարհազորքը կազմեր ու Ալպա Ասլանի ասենք զորքերը ծեծեր գլարեր, կշպրտեր դուրս։ Ու տենց միշտ։ Իսկ ժողովուրդը սենց է մտածում, այն վաղ մտածում էր, իսկ հիմա տեղ-տեղ մտածում են, ես շատ կոնկրետ մարդկանց գիտեմ, որ նման հայտարարություններ են արել, էլի։ Մեր համար ինչ տարբերություն ումը հարկ տանք։ Այդ մտածելն ան բերել ընդրան, որ ասենք ցեղասպանվեց հայ ժողովուրդ։ Ու դա եղել է վաղուց ու հիմա էլ կան կոնկրետ մարդիկ, որ նման հայտարարություններ են արել։ Որպես ռազմական փորձագետ, ինչ գնահատական կարող եք տալ պարոն Վարդանով, եթե ադրբեջանական կրակոցները նույն տեմպով շարունակվեն ու ամենակարևորը մնան անարձագանք Հայաստանի կողմից, ինչի ականատեսնենք լինելու։ Ավելի վատ սցենար ձեզ ասում։ Եթե չի կրակում թուրքը, այդ ավելի վատ է։ Որտեվ խնացախի, խոզնավարի, արավուսի ժողովուրդը իրանց վրա կրակում են, իրանք հասկանում են, ուզած չուզած։ Եվ ասենք խրամուղիներ կան, դիրքեր կան, որ իրանք են պատրաստել, դիրքեր կան, որ մենք ենք իրենց օգնել, որ իրանք պատրաստ են։ Ես նկատի ունեմ Հայաստանի հասարակությունը եւ ասենք բանակին դա մեծ օգնություն է զինված ուժերին, իսկ այնտեղ որտեղ սահմանապահներն են կանգնած, նաեւ սահմանապահ զորքերին է մեծ օգնություն, իսկ որտեղ չեն կրակում, դա ավելի վտանգավոր է, որովհետեւ մարդուն հանգստացնում են, այնտեղ երբ որ եթում ասում ես, ասենք եկեք գմբեթ կառուցենք ձեր մոտ, ու այդ անունն է այտենց կրակակետի, որը որ ոման հեսաշուտով չէ, մի քանի օրվա մեջ կդառնա 400 հատ, որ կառուցել է Հայաստանի սահմանների վրա, ասենք ավելի շուտ ներսնգած երկրորդ գիծ բնակավայրերի շուրջ։ Այնտեղ որտեղ չեն կրակում, որտեղ խախանդ է, գյուղացուն շատ ավելի դժվար է համոզել, որ այդ կրակակետը կառուցենք իր համար է, որ ինքը մտնի, պահկվի, այնտեղից կրակ անի, թույլ չտա, որ գյուղ մտնի։ Այսինքն խնդիր չի տեսնում։ Հա, խնդիր չի տեսնում, այս արտաքին շփման համար օրակարգերը, դիվանագիտական օրակարգերը, որ ասենք առաջ է քաշվում, խաղաղություն, պայմանագիր, խաղաղության խաշմերուկ եւ այլն, այդ ամեն ինչը իդեպ արդեն բացատրության աշխատանքներ, բացատրական աշխատանքներ չեն տարվում տեղում, որ դա ձեզ չի վերաբերվում։ Դա մեր հարևանների հետ, ասենք 20 թվականից եւ 23 թվականից էսկոմ ստեղծված իրավիճակի պատճառով, ասենք դիվանագիտական հնարք է, որը որ կարող է բերի որոշակի բանը, ոնց ասեմ, կապիտուլյատիվ պայմանագրի, որովհետև կապիտուլյատիվ պայմանագիրը ինչ թուրք ուզում է, մենք այդ ամեն ինչը այս կամ այն սոուսով մեկ օրից թե մեկ ամսից հետո, ասենք այդ ամեն ինչին համաձայնություն ենք տալու։ Հետո պարոն Վարդանով ժողովրդին նախապատրաստելը պետք է։ Ժողովրդին եթե քանի տարի եք խոսում այդ մասին։ Դե ինչ անեմ հիմա, չխոսամ։ Ամենայն դեպս եթե ոմայի ստեղծվելուց 20-25 հոգի էինք եւ 16 թվականին 20 հոգի երկու ուղղության վրա 10-10 գնացին մարտի դաշտ, ոմայի սաներ եւ ինստրուկտորները արդեն 20 թվականին այդ մեր խոսալու եւ աշխատելու արդյունքում գլխավոր շտաբի պետի հրամանով մեկ գումարտակ հավաքվեց, համարյա 400 հոգի դուրս եկավ մարտի դաշտ, լինելով առանձին զորամաս 99-223։ Դուք խոսում եք ձեր տիրույթի ոմայի մասին։ Ու вообще-то ես խոսում եմ ազգ բանակի մասին։ Դա ազգ բանակն է, որտեվ եթե դու մարզված չես, դու ազգ բանակ չես, իսկ միակ ապագան ապահովող երբեք դաշնակից չունեցող Հայաստանի համար դա ազգ բանակ լինելն է։ Իսկ որ երբեք դաշնակից չենք ունենա, ես կարամ ապացուցեմ sense մատերի վրա էլ։ Դեռևս կանդրադառնանք դրան։ Մեր եղբայրական հարևան բարեկամ երկիր Իրանի նախագահը
Բաքվում Ալիևի հետ հանդիպման ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Դրանով ինչ էր ուզում հասկացնել Իրանի նախագահը թե Հայաստանին, թե Ադրբեջանին։ Դե դեռևս հանգուցյալ նախագահն է դա ասել։ Այսօրվա նախագահն էլ կրկնել է։ Ավելի կարևոր բան կա։ Այսօր հեղափոխության, ասենք, պահապանների մի մեծ ստորաբաժանում զորախաղերը անցկացնում Բաքվում։ Զորախաղերը անցկացնում հատուկ նշանակության, ասենք, ստորաբաժանումների զորախաղերը թուրքերի հետ համատեղ սահմանային եսիմ անդոր, հակատերոր, հակաեսիմ ինչ sense վիճակներ։ Դա ձևական բնույթ է կրում թե չգիտեմ, դա անհանգստացնում է ինձ, որովհետև մեր հետ զորախաղը եղավ սրանից մի քանի օր առաջ, մենք ամեն մեկս մեր տարածքում մի քիչ վազվզեցինք կամ ըսկի չվազվզեցինք, հեռախոսով շփվեցինք, ոնց որ թե զորախաղ էր, բանա ուրեմն իրանցիները իրենց հատվածում տարածքի, մերոնք մեր հատվածում։ Բայց համատեղ էր։ Հա, բայց թուրքերին իրար հետ են զորախաղերը անցկացնում ու դա բավականին անհանգստացնող է։ Ես ուզում եմ մի քիչ առաջ ասացի, որ մենք դաշնակից չենք ունեցել, չենք էլ ունենա։ Օդային համբույրները դա դաշնակից չի։ Օդային պաչիկները, արտասվելը, չգիտեմ, աման, sense դա սուտ է։ Հենա Եվրոպան գազայի համար մեռավ արտասվելով, Իսրայելի վրա ամոթ, քեզ ամոթ, դու երեխաների ես սպանում։ Ու Ֆրանսիան մեր դաշնակիցը չէ։ Թղթով միգուցե։ Դաշնակիցը Ուկրաինան ունի, որտեվ տանկա որ գալիս է, ասենք, Սլովակիայից էլի հերթական պարտիան պետք է գա, Շվեդիայից հերթական M113-ները պետք է գան, F-16-ները արդեն իր аэроպորտներում կայնած են, տարեկան 60 միլիարդ դոլար փող են տալի մենակ պետական բանը մեքենան պահելու համար, ոչ թե ռազմական, այլ պետական։ Ես դա հասկանում եմ դաշնակից։ Պարոն Վարդանով, այդ երկրները դուք թվարկեցիք եւ այն զինտեխնիկան, որ թվարկեցիք, հասնում է Ուկրաինային։ Դրանք հասնում են Ուկրաինային, որովհետեւ Ուկրաինայի դաշնակիցն են, թե կոնկրետ թշնամություն ունեն, թշնամական հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ։ Իսկ դաշնակցությունը ինչի իման վրա է լինում։ Թշնամության։ Իհարկե։ Իմ թշնամին իմ բարեկամն է սկզբունքով։ Հիմա մեր տարածաշրջանում, որտեղ որ Հայաստանն է, կարծում եմ չկան նման թշնամիներ Եվրոպայի, Արևմուտքի եւ Ամերիկայի համար։ Փաստորեն հույսը դնել Ամերիկայի, Եվրոպայի եւ Արևմուտքի վրա անիմաստ է։ Մենակ անուղեղը կարա այդպես հույսեր տածի։ Իսկ Ռուսաստանի։ Ռուսաստանը ունի ստեշայր, այո, բայց ինքը ասենք միտակ ցույց տվեց իր ընտիր դաշնակից լինելը։ Ճակերտավոր նկատի ունենք։ Իհարկե։ Ես կարամ ապացուցեմ այնքան հեշտ է ասենք, որ հասկանալի է, էլի ինչի համար մենք դաշնակից չունենք։ Նախ պատմական էքսկուրս անենք, հիշում եք, որ մենք ու թուրքերը Բաքվի հանրապետությունը նույն ժամանակ անկախացանք։ Ես նկատի չունեմ անկախության մասին խոսակցություններ, ռեֆերենդում, չռեֆերենդում, սովետի կազմում մնալուն մեկը մասնակցեց, մյուսը չէ, մեկը հավքեց 170%, 100%-ից, ասենք, եւ այլն։ Ես դրա հետ չեմ։ Ես անկախանալ նկատում եմ Սովետ միության փլուզվելը, երբ որ ասենք այդ բավականին անօրինական իրավական տեսակետից, ասենք, որոշում ընդունեցին սլավոնական հանրապետությունները։ Այդ սլավոնները մեր ապագան որոշեցին։ Մեր Միջին Ասիայի, Հարավային Կովկաս, Մերձբալթյան երկրներ, ես նկատի ունեմ Ուկրաինա, Բելարուս եւ ասենք Ռուսաստանի Դաշնություն։ Ով էին իրանք, այդ բավականին անօրինական որոշում էր, բայց ասենք ինչևէ, մենք օգտվեցինք այդ անօրինական որոշումից եւ անկախացանք, իսկ ոնց որ գիտի ցանկացած մարդ, եթե ասում է, որ այտենց չի, ինքը խափում է, ինքը կեղծում է, անկախությունը դա մարդկային էթնոսի գագաթն է զարգացման։
այդ գագաթի վրա մնալը մեծագույն խնդիր է ցանկացած ազգի համար, իսկ կան, ասենք, արդեն որ բարձրացել են եւ կորցրել են։ Ոնց որ եղավ մեր մոտ 1920 թվականին, երբ որ մենք բարձրացանք ինչ որ ձևով երկնքից խնձորներ ընկավ, էլի ռուսական կայսրության փլուզվելուց, մենք հայտնվեցինք մարդկային զարգացման, ասենք, գագաթներից մեկի վրա եւ մեզ այդ գագաթից տապալեցին։ Ինչ պատճառներով, այդքան հեռու չգնամ։ Չնայած այնտեղ էլ པարզ երևում էր, չէ՞ որ դաշնակիցներ չունենք։ Անգլիացին վրոձը մեր դաշնակիցներ եկավ թուրքական որոշում, պրոթուրքական որոշումներ ու ընդունեց եւ պարտադրեց։ Ինքը պարտադրեց հայկական հողերի վրա թուրք գուբերնատոր ընդունել։ Ինքը պարտադրեց, ասենք, զինաթափվեն հայկական ստորաբաժանումները, որոնք որ Բաքվի այդ ժամանակ մարզի կենտրոնում էին գտնվում կամ կենտրոնին մոտիկ։ Կարճ ասած, անգլիացին, անտանտի բան, թուրքերի այդ աղբեր, Կիրովաբաթում հետագայում իսկ այդ ժամանակ Գյանջա էին իրանք ասում, ասենք Ելիզավետ Պոլում հռչակվել էր անկախությունը թուրքերի եւ Օսման թուրքերը, որոնք պատերազմում են անգլիացիների հետ, Բաքվի թուրքերի հետ արշավում էին դեպի Բաքու եւ Անգլիան իրանց դեմ կանգնելով հակահայկական որոշումներ ընդունեց։ Դա ի՞նչ է նշանակում, որ Անգլիան մեր դաշնակիցը չէր։ Ռուսաստանը, ասենք, հենց այդ նույն ժամանակ ինչ արեց։ Զորքերը առաջնագծից հանելուց, զորքերի զենքերը, ծանր զենքերը թողում էր առաջնագծում, պայստի զենքերն էլ էր թողում, պայստների զենքերը, բայց մարդկանց ձեռքի զենքերը գալիս էին, Հայաստանը հենց անցնում էին Վրաստանի կամ, ասենք, Մերձկասպյան թուրքերի տարածքներում զինաթափվում էին, շատ հավեսով զենքը տալիս է, շարունակում էին ճամփեն Ռուսաստան։ Մի հատ գնացք ա եղել, որ չի ենթարկվել այդ կարգադրությանը, այդ գնացքը գնդակահարել են 5000 հատ ռուս է սպանվել։ Գնդակահարել են, գնդացիրները շարել են, դա եղել է բանի կողմերը։ Շամխորի երկաթգծի կայարանի կողմերը։ Դա բանա դաշնակցի պահվածք չէր միանշանակ։ Իրանը այդ ժամանակ թույլ էր, իսկ 90-ական թվականներին լավ անկախացանք։ Մենք հակամարտության մեջ էինք թուրքերի հետ, մինչև անկախանալը մոտավորապես 3.5-4 տարի։ 3.5-4 տարի մենք իրանց հետ հակամարտության մեջ էինք ու ցանկացած ով մեր հետ հարաբերություններ էր հաստատում եւ Բաքվի թուրքերի հետ հանրապետության հետ հարաբերություններ էր հաստատում, ինքը գիտակցում էր, որ հակամարտության տարածք է մտնել եւ ինչա կատարվում, փորձում էր, ասենք, իր ցանկացած այդտեղ ներթափանցած ուժ իր ազդեցությունը ուժեղացնել, դա նորմալ է, ցանկացած դիվանագիտական, ասենք, աշխատող փորձում է իր երկրի շահերը առաջ տանել եւ ուժեղացնել այդ երկրում, որտեղ ինքը ներկայացվում է իր երկիրը։ Ուսումնական կենտրոն, որը որ զորք է պատրաստում, բանակ չուներ, ոչ սովետական Ադրբեջանը, ոչ սովետական Հայաստանը։ 88 թվականին մեզանից 2 տարի շուտ օմոնի թույլտվություն էր ստացել 10,000-անոց օմոն ստեղծելու Բաքվի հանրապետությունը, այն վաղտվա ադրբեջանական սովետական հանրապետությունը։ 90 թվականի հուլիսին, թե օգոստոսին Հայաստանը 2000-ից քիչ օմոնին հավասար ցենց ինչ որ ներքին զորքեր ստեղծելու իրավունք ստացավ։ 5 անգամ թե 6 անգամ քիչ ընդամենը 2 տարի ուշացումով։ Ու տենց էլի շարունակաբար։ Բայց բանակ որպես այդպեսի մենք չունենք, ոչ մենք, ոչ իրանք։ Մենք ունեինք, ասենք, ներքին գործերի հետ իմ ասած գունդը, որը ավելի թույլ էր 5-6 անգամ թուրքականից զենքով, անձնակազմով, հետնել մի քանի տարի ուշ էր ստեղծվել։ Եվ ունեինք կամավորական ջոկատներ։ Թուրքերն էլ ունեին կամավորական ջոկատներ եւ ունեին 10,000-անոց օմոն, մեզանից լավ զինված եւ այլն եւ այլն։ Ուսումնական հաստատություն, ռազմական կենտրոններ նման դեպքում ով ավելի շատ կարիք ունի։ Այնտեղ զորքերը ավելի շատ էին, զենքը ավելի շատ մնաց սովետական Իրան, ավելի շատ մենք, չէ՞, այ ոնց որ դուշմանները, երբ որ սկսեցին դիմադրել սովետական միության, ասենք, ինչ արեցին,
Եկան Արևմուտքը, արաբական երկրները, Չինաստանը, Իրանը, բոլոր ուսումնական կենտրոններ սկսեցին ստեղծել Աֆղանստանին տարածքում կամ կից տարածքում, որպեսզի թույլին օգնեն, որ ուժեղը հանգարց միանշանակ չվերցնի Աֆղանստանը, ոչ թե ռազմական գրավում, այլ չմարսի, Աֆղանստան կուլ տալը չդարձնի իր 16-րդ հանրապետությունը եւ արդյունքում ավելի ուժեղ, որպեսզի չդառնա։ Որ մի հատ երկրի ուսումնական կենտրոնի մասին ենք տեղյակ մենք Հայաստանում 91, 2, 3, 4 թվականներին։ Ոչ մեկի Չենք ուզում, թե չենք կարողանում, պարոն Վարդանով։ իրանք չեն ուզում։ Ովքեր։ Այն ով այդ ուսումնական կենտրոնները դնելով փորձել է, ասենք, ուժեղանա այս տարածքում։ Իսկ հիմա թվարկեմ ովքեր են դրել։ Պետական մակարդակով ինչու չի խրախուսվում այդ քայլը։ Պետական մակարդակում հիմա ասենք մենք խրախուսենք Մայք Տայսոնը գաստե բոքսի դպրոց բացի։ Ասենք մենք խրախուսում ենք, մենք ուրախ ենք, կգա կդնի։ Մենք պետք է իր համար արժեք ներկայացնենք։ Մենք իր համար արժեք չենք ներկայացնում։ Փող չենք կարա տանք։ Այսօր պետությունը ի վիճակի չէ։ Երեգել ի վիճակի չէր։ Հաշվի առնելով, որ քո տվածի հետ համեմատ Թուրքի տվածը մի քանի անգամ, մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ է, ավելի ասենք յուղոտ է։ Հենց այդ նույն ժամանակ ուրեմն Իրանի դաշնակից կոչվածը, ասենք, որ հետո դարավ Յանի մեր դաշնակիցը, բայց չդարավ, իրանք ուսումնական կենտրոն են բացում հարավային, ասենք, սովետական Ադրբեջանում դեռևս։ Դա ես չեմ էլ իմացել։ Իմ գործն է եղել բացահայտեմ այդ ուսումնական կենտրոնները 90-ական թվականների ամենասկզբում։ Դա իմ պարտականությունն է եղել, բայց չենք կարացել մենք դա բացենք։ Դա հայտարարեց Տրաբզոնի այատոլլա Ամելին, սրանից մի քանի տարի առաջ, որ sense բան է եղել։ Եվ բանը մի հատ գեներալ Քսիրից այդ հեղափոխության պահապաններից, որ մենք օգնել ենք, ասենք, Բաքվի հանրապետությանը եւ սենց բան ենք արել, որ ինքն այս բաներ հայտարարության կոնտեքստից երևում էր, որ ինքը այդ ուսումնական կենտրոնում կամ ղեկավար է եղել կամ ինստրուկտոր է եղել ժամանակին։ Ուրեմն Իրանը թուրքերին մարզում էր։ Ու իրանց հետո պրոթուրքական, պրոօսմանական դառնալուց իրանց հեռացրեցին այնտեղից։ Ռուսական, ասենք, մեծ ուսումնական կենտրոն էր բացված, ուրեմն Կայարան Գերանում։ Դա Կիրովաբադից ոչ հեռու է, վարժությունները եւ դասընթացները 5000 կուրսանտի համար միաժամանակ անցկացնում էր 104-րդ դեսանտային դիվիզիան, որը սովետի ժամանակ տեղավորված էր, ասենք, Կիրովաբադում։ 5000 հոգի։ Մեր զինված ուժերը ընդհանուր 5000 հոգի այդ վաղ հələ չէին կազմում։ Իրանք 5000 թուրք էին մարզում մենակ այդ մի կենտրոնում։ Սպեցնազի դասընթացները Շամախայում, ասենք, որը որ անցկացնում էր սովետական 22-րդ, ասենք, հատուկ նշանակության գրույի բրիգադը։ Ուրեմն բանում Իլիչևսկի կողմերը 60-րդ դիվիզիան ռուսական, սովետական չէ, արդեն ռուսական անցկացնում էր դասընթացներ էր անցկացնում Ալի Ակրամ Գումբատովի գումարտակի հետ, որը բավականին մեծ գումարտակ է կոչվել, բայց ասենք դե մարզվում էին 1000-ից ավել մարդ։ Իսկ մենք ոչ մի ուսումնական կենտրոն։ Իսկ հիմա մի հատ է վիշինք, ասենց բալ դանենք տորտի վրա։ Բաքվին կապած ամերիկյան կանանչ բերետներն են երկու գումարտակ մարզել։ Ամերիկան մարզել է, բանա իսլամիստական են վաղ տենց էր կոչվում, Իրանը մարզել է մեր դեմ թուրքերին, ռուսը մարզել է, բանա, то есть այս երկուսը ուզում էին ռուսին դուրս շպրտեին, ռուսը չէր ուզում շպրտվեր, ու դրա պատճառով ինքն էլ էր մարզում, կամ էլ հակառակն, դրանք ուզում էին ներս թափանցեին, ինքը մարզում էր, որ նրանք ներս չթափանցեին։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է պոտենցիալ դաշնակիցներ։ Ամերիկա ուսումնական կենտրոն, Իրան ուսումնական կենտրոն, Ռուսաստան ուսումնական կենտրոն։ Մեր դաշնակիցը ստեղ կար ոչ։ Երբ որ Ռուսաստանին ընդեղից հեռացրեցին, դրանից հետո նոր Գրաչովը սկսեց Վազգեն Սարգսյանի հեռախոսազանգերին պատասխանել, իրար հետ հանդիպեցին, շփվեցին, մի քիչ խմեցին Սևանում, լողացան եւ այլն, մի քիչ աղբերացան։ Բայց զուտ ընդրանից հետո, երբ որ ընդեղից վտարեցին ռուսական զորքերը քացով 92 թվականի օգոստոսին, սեպտեմբերին ռուսական զորքերին վտարեց բանը Բաքվի հանրապետության
ասենք ղեկավարություն, ասեց հելեք սա եղեք, ռուսական զորքերին վտարեց, հա իդեպ Ռուսաստանի մի հատվածից են վտարել, Ուլյան Խուբա, Խրախուբա գյուղերից։ Ռուսական, ասենք, բան ուներ, յուրիսդիկցիա կար Գաբալայի հակաօդային բանի վրա, այդ համակարգի վրա, ՊՎՕ-ի այդ լակատորի վրա, այդտեղից էլ վտարեցին։ То есть մեր հետ քփանալը ռուսների բացատրվում է միայն դրանով, որ իրաց վտարել են այնտեղից։ Սա ուրիշ բացատրություն չկա։ Պարոն Վարդանով, ինչ է ստացվում։ Հիմա օրերս Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անում։ Դրանից զատ Ադրբեջանն եւ Թուրքիան բացահայտ հայտարարում են, երազում են, որ Իրանի հյուսիսը միացնել Ադրբեջանին։ Բաքվի այդ երազանքն էլ մեծ աջակցություն է ստանում իր մյուս դաշնակից եղբոր Իսրայելի կողմից։ Այն Իսրայելի, որը հայկական հողերում, որոնք գտնվում են այսօր Ադրբեջանի տիրապետության տակ Արցախում, ունեն ռազմաբազաներ։ Հետախուզական ավելի շուտ կենտրոններ։ Հիմա Իրանի այդ քայլը, որ Ադրբեջանի հետ զորավարժություն է իրականացնում, ինչ է հետապնդում։ Միթե Իրանը չգիտի, միթե Իրանի հատուկ ջոկատայինները տեղյակ չեն, ինֆորմացիա չեն հասցնում, թե ինչ է կատարվում այնտեղ, թե ինչ երազանք ունեն առհասարակ Իրանի ամբողջական տարածքի հետ կապված։ Մի քիչ առաջ ես ինչ ասեցի։ Սովետի փլուզվելուց անմիջապես հետո ռուսական ազդեցության գոտու մեջ դեռևս գտնված հարավային Կովկասից վտարելու համար ռուսին Իրանը իր ուսումնական կենտրոնը դրեց։ То есть ինքը ասեց, ես քո դաշնակից եմ, թուրք ջան։ Նույնը ասեց Միացյալ Ամերիկայի, ասենք, բաները, նահանգները, ուսումնական կենտրոն, Բաքվին կպած։ Հա, Յանիմ թոշակառուներ, Յանը բանը արցակուրտ գնացած կանանչ բերետայիններ եւ այլն։ Բայց իրականում, ասենք, դրանք հակառուսական ուժեր են։ Իրանը հակառուսական ուժեր է ժամանակ, Ամերիկան հակառուսական ուժեր, ասենք, այս տարածքում։ Այսպիսով Իրանը Թուրքիան իր ուսումնական կենտրոնը 3 հատ ուներ, ասենք, եւ ինքն էլ Ռուսաստանին փորձում հաներ եւ ռուսներ փորձում, ասենք, այն մյուսներին հաներ։ Դա ռեսուրսներով հարուստ, իր տարածքային ամբողջականությունը, այսպես ասած, վերականգնած բանը, Բաքվի հանրապետությունը շատ ավելի գրավիչ է իրանց համար դարել, քան եղել ենք մենք։ Ինչ է հետապնդում ամեն դեպքում Իրանը։ Իրանը հետապնդում է այս պահին, մի բանը նախ ձեզ ասեմ, ձեր բանը հարցի մեջ կար sense պահ, որ ուզում են Իրանի հյուսիսը փոկեն։ Շատ բան են ուզում։ Իրանը կայսրություն է, Իրանում ինչ-որ մարգինալ լակոտներ կան, որոնք որ բանա ուզում են դա անեն, ասենք, ծագումով թուրքական ինչ-որ ցեղերին են պատկանում, ասենք, Կաջար են, Ավշար են կամ sense։ Բայց բավականին շատ են, չէ՞։ Ինչքան շատ։ Ասում են գրեթե 30 միլիոն։ Ահ, որպես։ Թուրքաբնակ տարածքներում իրանք մոտավորապես 12 միլիոն են։ 12 միլիոն։ Ալիևը հայտարարեց։ Ալիևի բանը ես չեմ էլ ուզում լսեմ, այդ կապված, որովհետև ստատիստիկան դա գործիք է քաղաքականության մեջ ստելու համար։ Ամեն դեպքում Ալիևն ու Էրդողանը բացահայտ հայտարարում են եւ ասում են, որ պետք է միացվի Ադրբեջանին։ Հետո ինչ որ ասում են։ Դա սպառնալիք չէ՞։ Չէ, իհարկե ոչ, Իրանի համար, ասենք, Բաքվի հանրապետությունը սպառնալիք, իր դաշնակիցներով հանդերձ։ Միակ ռեալ սպառնալիքը, ասենք, բանի համար, Իրանի համար այդ հողերը կտրելու վերաբերյալ, դա Միացյալ Ամերիկայի, ասենք, նահանգների որոշումն է այդ հարցում։ Նման որոշում երբեք չի լինի։ Այսինքն, եթե Ադրբեջանը, Թուրքիան եւ Իսրայելը, այսպես ասած, կոալիցիա կազմեն ընդդեմ Իրանի, որպեսզի փոկեն այն հատվածը, որոնք երազում են։ Փոկելը երբեք ինչ որ խնդիր չի լուծում։ Փոկելը ինչ որ բանի համար է։ Ինչ որ բանի համար, եթե ուզենան փոկեն, չի հաջողվելու։ Ինչ որ բանի համար, ասենք հիմա որ զդելկեն չլիներ, բան փոկելով չէր էտալու, որովհետև փոկելը բավականին բարդ process է, ու հարցա օվում է կուլ տալու։ Իրանը այդքան ուժ ունի։
հարցով ումա կուր տալու, ասենք թուրքա բնակ Իրանի տարածքի ժողովուրդն է կուր տալու Բաքվի հանրապետությանը, թե Բաքվի հանրապետությունն է իրանց կուր տալու։ Մեծ հարցական է։ 12 միլիոն թուրք մոտավորապես 18-ից 19 միլիոնանոց նահանգներում։ Դա նշանակում է մոտավորապես 20 միլիոնանոց թուրքա բնակ տարածքները, ում ավելի շուտ կուր կտա։ 8.5-9 միլիոնանոց, ասենք, Բաքվի հանրապետությունը 20 միլիոնին հավատաց չի գալու։ Դա առաջինը, իրանք լավ էլ գիտակցում են, այդ խաղերը կարող է, չգիտեմ, պատերազմական իրավիճակը լինի ու իրանք փորձեն մի բան կամ ճտեն։ Ալիևին չի հաջողվելու։ Ինքը հիմար չի տաս բաների, այդ մենք ենք հիմար իրանց հիմարի տեղ դրած։ Իմաստը ո՞րն է, որ բացահայտ խոսում է մի պետության մասին, որը սուվերեն պետություն է ճանաչված։ Հիմա որ աղվեսը ասում է բանա, այդ համ կացինը բերեմ ծառը կդրեմ ճուտքից։ Ո՞վ է, ասենք, այդտեղ։ Նպատակը ո՞րն է, պարոն Վարդան։ Որ ճուտը գցեն օդի։ Ինչ ճուտ է գցում Իրանը։ Չի գցի, բայց ասում է դուր էլի մեկ էլ տեսար նավսյակի։ Հեսա այդ համ կացինը բերեմ, հեսա այդ համ կացինը բերեմ, հեսա այդ համ կա, ու այտենց 100 անգամ։ Լավ, հարցից երկրորդ մասը քննարկենք։ Լեմ ասում իրանց միավորվելուց Բաքվի հանրապետությունը պրծնելու է, որտեղ ընդ 20 միլիոն են ապրում։ Ոչ բոլորը։ Դրա մասին չի գիտակցում Իրանը, որ այդ խայծը տա։ Ինչ խայծ։ Իրա ինչին է պետք ասենք բանը Բաքվի հանրապետությունը վերացնելու համար կայնի որոչնչացման եզրին Իրանը կայսրությունը մոտավորապես 2750 տարեկան։ Արանքում մի քանի 100 տարի ընդհանուր, ասենք, որ ինքը չի ունեցել իր կայսրական մտքերը, գաղափարները եւ ասենք ուժը եւ եղել է ինչ-որ պետությունների մի մաս։ Ընդհանուր երևի 500 տարի հազիվ լինի։ Լավ թող 700 տարի, լավ թող 1000 տարի լինի։ 1700 տարի ինքը կայսրություն է։ Այն բան ազգերը, որ հայտնվում են այնտեղ, ու քիչ թե շատ, ասենք, հասնում են ինչ-որ բանը սոցիալական բանի աստիճանով մի քիչ բարձրանում են, ինչ-ինչ պատճառներով։ Իրանք հենց են նվիրվում այդ կայսրությանը։ Ոնց որ ասենք, բանը թե Մոսկվային նվիրված, ասենք, հայերին հիշենք, որոնք այնտեղ են ապրում։ Հիշենք էլի, ասենք, հիմա բանը ինչ գիլդի մայթում չի, ասենք, Մոսկվայա բնակ մեր բանը հայրենակիցների եւ մեր կառավարության միջեւ։ Նրանք չեն հասկանում, որ կառավարությանը խփելուց իրանք Հայաստանին են խփում։ Սրանք չեն հասկանում, որ նրանք իրանք աղբերներն են, ու իրանք խփում են ավելի շատ, ասենք, բանից, վախերից, որ իրանք կդրում բանը Հայաստանից զրկում ես, վտանգում ես, ասենք, ու իրանք պետք է նստեն իրար հետ բարիշ են, այդ ոնց ասենք, բանը Ուկրաինացին 3 տարի այդքան մարդ սպանելով ռուսը իր բնակչության մեջ նստել են հիմա բանակցության, մեր Մոսկվայի հայրենակիցները չեն կարող նստեն Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ զրուցելու, բայց փաստա չէ, հիմա բախումների մեջ են։ Այն դեպքում, որ ասենք մի ազգից ենք մենք։ Նվիրվում են կայսրությանը ու դա նորմալ է, որովհետև իրանց ամեն ինչը այնտեղ է, իրանց երեխեքն են այնտեղ, իրանց ունեցվածքը եւ այլն, նույնը թուրքերն են։ Երբ որ ինձ ասում են թուրքական սեպարատիզմ բանում, այսպես կոչված ազերի բանը սեպարատիզմ Իրանում խնդալս գալիս է։ Նույնը ասենք, երբ որ ասում են թալիշական սեպարատիզմ։ Չկա։ Դա լուրջ եք ասում, այր ջան։ Դա երկար եք մտածել դրա վրա։ Թալիշը երազում է ինքը ընդհանուր տերը լինի Բաքվի, ոչ թե ինքը կդրի էթա մի քիչ չայնի պլանտացիա, մի քիչ Կասպից ծովի ափ ունենա։ Այդ ընդվազումը չի լինի։ Նույնը այնտեղ է։ Իսկ հիմա ով է տիրապետում, ասենք, բանա, ով է տիրում Իրանում նկատել եք։ Արդեն մի քանի տասնյակ տարի է Այաթոլլահ Խոմեյնիին ազգությամբ ի՞նչ է։ Ադրբեջանցի։ Որերորդ բանա թուրք պրեզիդենտն է այս մեկը։ Երրորդ։ Այդ ոնց եղավ, ասենք, որ իրանք պետք է երազեն, հսկա կայսրության ղեկավարությունից հրաժարվեն, այդքան, ասենք, իրանց չափանիշներով մի պստլիկ, ասենք, բանա Բաքուն իրանցով անելու խաթր հրաժարվեն այս կայսրությունից։ Ամեն դեպքում ամեն ինչ անում են, որպեսզի Իրանը ներսից պայթեցնեն։ Դա նորմալ է։ Դա նորմալ է, ուզում են պայթացնեն այն հույսով, որ ինքը դադարի որպես կայսրություն գոյություն ունենալ, մասնատվի, ոնց որ ասենք ցանկացած կայսրության հետ լինում է մեկ-մեկ
կրիզիսներից հետո ասենք կամ եթե կրիզիսը չի հարթվում, վերածվում ասենք ինչ-որ կատակլիզմների, Սովետի փլուզումը, նույն ասենք իրանական կայսրության ռուսական հարվածների տակ փլուզումը, ասենք որ տեղի ունեցավ 19-րդ դարի սկզբում, դա նորմալ է, բա ուզում են բզեն, որ քանդվի ու հնարավորին չափ այնց բզեն, որ չերևա իրանց ձեռքերը, որ հանգարց այդ ձեռքերը, ասենք կատաղած, թեկուս հոգնած իրանական առյուծը չկծի պոկի, որտեղ ինքը կծելուց պոկելու է, շատ մեծ է, շատ հզոր է։ Իսրայելին չի հաջողվելու, պարոն Վարդանով։ Իսրայելը մի քիչ հեռու է, ունի կռիչ, ասենք, արևմուտքից, միացյալ արևմուտքից, դա Ամերիկա, դա Եվրոպա, դա Ավստրալիա, ամեն տեղ, որտեղ որ սպիտակ եվրոպական, ասենք, դիմագծերով մարդիկ կան, իրենք բոլոր տեղերում աջակցություն ունեն։ Դա շատ լուրջ է, ինքը Իսրայելը կարելի է ասել, որ ինքը այնքան էլ Իսրայել չի, ինքը եվրոպական Պաքսա Եվրոպա այդ կայսրության բանն է, ֆրանսիացիներ ասում Զամորսկա տերիտորիա, ծովի այն կողմում գտնված տարածք, ֆորպոստ փաստորեն։ Իրանին այտենց հեշտ չի լինելու, ասենք, վերացնել Իսրայելին, բայց Իրանն էլ չի կարա Իսրայելին վերացնել, կարճ ասած իրանք կարան իրար բոլ հարվածներ հասցնեն, բայց վերացնեն, գրավեն, բանում։ Բալանսավորողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Դե ինքան էլ բալանս չի, ասում եմ, ինքը Իսրայելի միանշանակ բանն է, տերն է։ Իսրայելի տերը Միացյալ Արևմուտքում, դե լավ էլի։ Չէ՞։ Իհարկե ոչ։ Հիմա Նետանյահուն փորձում է իսրայելական ուժերն են արել, որպեսզի Թրամփը դառնա նախագահ։ Սխալ է։ Իսրայելական ուժերը չգիտեմ, բայց որ հրեա լոբբիստական ֆիրմեքը համ Տրամփի կողմից էին, համ Բայդենի կողմից էին, չէր խանգարի մենք էլ մի քիչ խելք ունենայինք եւ դեմոկրատական կուսակցության այդքան չնվիրվեինք 1-2 հոգի հանրապետականին, այլ հավասար բաշխեինք մեր հնաբաները, ուժերը Սփյուռքում։ Կեսը դեմոկրատների կողմից լինեն, կեսը հանրապետականների։ Ի վերջո, պարոն Վարդանով, ինչ են պայմանավորվել Իրանի նախագահը եւ Ալիևը։ Հանդիպեցին նրանք Զանգեզուրի միջանցքի այդ կոչվածի մասին։ Դրան չի եթա Իրանը ու մաքսիմալ կաշխատի թույլ չտա, ոչ թե թույլ չի տա ու վերջ։ Ինչ է սպասվում մեր տարածաշրջանին այսօր, պարոն Վարդանով։ Հաշվի առնելով, որ մեծ արևելքը, մեծ մերձավոր արևելքը, դա համեմատաբար նոր անվանում է, բայց կոմունիկացիաները զարգացել են եւ մերձավոր արևելք առաջ որ կոչվում էր Եգիպտոսը եւ Սիրիան բանը միջերկրական ծովի ափով, հիմա չէ, վաղուց սկսել էր մեծանալ եւ իր մեջ անգրկել էր շատ երկրներ, այդ տարածքից բավականին հեռու, իսկ արդեն մեծ մերձավոր արևելքը դա միջև Հնդկաստան եւ միջև Կովկասյան լեռներ։ Այդ մերձավոր արևելքը երում է վաղուց։ Իր եռը սկսեց, ասենք, դեռևս Իրано-իրաքյան պատերազմի ժամանակ եւ սովետական բանի ներխուժում Աֆղանստան, երբ որ արաբական տարբեր, ասենք, ֆոնդեր սկսեցին ֆինանսավորել մոջահեդներին Աֆղանստանում, երբ որ մոջահեդների բանով դրոշի տակ իսլամիստական, ասենք, Իրանի բանը շիա իսլամիստների կողմից, ասենք, բանը մոջահեդներ եւ բանը շահիդներին կռվում Իրաքի բանակի դեմ եւ այլն։ Հետո Իրաքի քանդվելը Արջելը կարճ ասած երում է մերձավոր արևելքը, վերադասավորում է մշտապես է գնում, դա մեր մոտ էլ է երևում։ Արցախի, ասենք, կորուստը դա հո չէր բացատրվում Իլհամ Ալիևի խացել կեկով։ Իր ցանկությունը ինքը 2003-ին չէ, կարծեմ իշխանության եկավ, միշտ էլ պարզ էր։ Ինքը, ասենք, Բիզիմդիր, Ղարաբաղ ու վերջ։ Բայց ասենք 20 թվականին նոր, ոնց որ ասած, իրավիճակ ստեղծվեց, որ ինքը կարողանա միջազգային իրավիճակ։ Երբ որ Իրան 3 գլխավոր միջնորդների տեսքով ներկայացված, ասենք, Եվրոպան, Ֆրանսիայի նախագահ, Ռուսաստանի նախագահ եւ Միացյալ Ամերիկայի Նահանգներ Ամերիկայի նախագահ, երբ որ Իրան
թույլ տվեցին, որ ինքը գրոհի Արցախը։ Այդ բանը վերադասավորումները, որ ստեղ տեղի են ունենում, չի բացառվում, որ դրանից փորձեն օգտվել եւ մի քիչ ավելին անեն թուրքերը, քան իրաց թույլ են տվել այդ 3 ասիչները։ Անավանդ այդ 3 ասիչները այսօրով բանը գոնե երկուսը իրար հետ, ասենք, առանց կոմպրոմիսների լուրջ բախումների մեջ են Ուկրաինայում այրևում, դա հսկայական մարդկային ռեսուրսներ եւ, ասենք, ոչ միայն մարդկային ռեսուրսներ ա տանում։ Կարճ ասած, պատերազմ ցանկացած պահին կարա սկսի։ Մենք պիտի հասկանանք, որ անկախ դրանից պատերազմ կարա սկսի, թե չի կարա սկսի, մենք պիտի կառուցենք պետություն։ Պետությունը դա ոչ միայն, ասենք, տարածքն է, դա նաև բնակչությունն է։ Ինչպես կարող ենք այսօր եւ ինչպես պետք է դատապարտել հանցավոր Ալիևին։ Դատապարտել։ Ես չգիտեմ դա ոնց է հնարավոր, բայց իրենց իրավական խաղերը, որ իրանք փորձում են Հայաստանի Հանրապետության դեմ անեն, յանիմ էլի ասենք, եւ մեր բավականին ծանր դիվանագիտական վիճակը բերել ան դրան, որ մենք բացահայտ սպանությունների հայտերը ոնց որ թե հրաժարվում ենք այդ հայտերից։ Այո, միջազգային հայտերից։ Միջազգային հայտերից բացահայտ, ասենք, սպանությունները, որ իրանք, ասենք, կատարել են հպարտորեն նկարահանելով եւ գցել են համացանց եւ հայտնվել է մեր ձեռքում այդ ապացույցները։ Մենք դրանից հրաժարվում ենք։ Դրանից լավ ապացույց, որ մենք այսպես թե այնպես, ասենք, կապիտուլյատիվ խաղաղ պայմանագրի ենք գնում, ասենք, դրանից լավ ապացույց չկա էլի։ Բայց, ասենք, դրա հետ զուգահեռ, եթե դու ինչ-որ տարածքներ կամ ինչ-որ գաղափարներ կամ ինչ-որ դատական հրաժարվելը դա էլ զիջում է, էլի, ասենք, այդ զիջումների գնում ես, դու դրա հետ զուգահեռ պիտի ամրացնես քո երկիրը, դարձնես երկիրը ամրոց։ Բայց ամրոցը, ասենք, 2 կոպեկի արժեք չունի ռազմական տեսակետից, եթե չունի իր մեջ գառնիզոն։ Գառնիզոն, ես նկատում եմ, ազգնել պիտի բանակ դառնա։ Ամենակիչը այսօրով, ասենք, մեր բնակչությունը պիտի ամեն ինչ անի, որ իրենց մինիմում տղամարդիկ զինվորական, ասենք, զորախաղերին, այդ 25 օրյա հավաքներին մասնակցեն, պարապմունքներին եւ հետո հերթապահություններին, ամենակիչը, ասենք, սկսեն իրական սիրել իրանց երեխաներին, զավակներին, իրական սիրելը ես որն եմ համարում, որ հեսա բանակ ա գնալու տղան։ Բանակ գնալուց առաջ, ասենք, իր կենսունակությունը բարձրացնող գործողություններ անեն, ուղարկեն մարզվելու եւ պարապելու կոնկրետ տեղեր, որտեղ ինքը մի քիչ ավելի ինքը սովորի, քան իրեն կարա բանակը տա։ Նոր պատերազմից խուսափելու հնարավորություն ունենք։ Այո, ազգ բանակ դառնալով։ Եթե դու դառնաս, ասենք, մի հատ ծովային կենթանի կա, ես մեկ թամբալություն եմ անում, նոր մտքեր չեմ փորձում գեներացնեմ եւ հին մտքեր եմ կրկնում։ Եթե մենք ծովային ոզնու նման լինենք փշոտ եւ թույնավոր, իսկ դա ազգ բանակն է, երկիրն էլ ամրոց դարձրած, մեզ կուտալը շատ թանկ հաճույք է լինելու։ Ալիևին չի հաջողվի։ Ոչ մեկին։ Եթե մենք ազգ բանակ դառնանք, Էրդողանին էլ չի հաջողվի։ Նույնիսկ եթե, ասենք, սիտուատիվ չեմ, այդ իրական իրենց ախպեր Նետանյահուին էլ չի հաջողվի, Պուտինն էլ միանա չի հաջողվի, բանը Իրանի հանրապետություններն էլ, ասենք, հանրապետությունն էլ միանա չի հաջողվի, Միացյալ Ամերիկայի Նահանգներն էլ միանան չի հաջողվի, եթե դու ազգ բանակ ես, երկիրդ էլ ամրոց։ Որ ուզենանք կկարողանանք թշնամուն տապալել։ Մենք դրա վրա աշխատում ենք, ով խելացի է, ասենք, ոմայի դասընթացներին միանում է, ով խելացի չի, իմ կարծիքով խելացի չի, թեկուս իրան խելացու տեղ դրած, թեկուս համասարաններ ավարտած, բայց կենսունակությունը չի բարձրացնում, ինքը վաղ թե ուշ գալու է այն մտքին, որ պարապել է պետք։ Իդեպ մենակ ոման չի, որ նման պարապմունքներ է անցկացնում։ Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որը մեզանից մի քիչ չէ, շատ ուշ են ստեղծվել, բայց գոնե այդ կազմակերպությունները կան եւ կարելի է ասել, այսօր ցանկացած մարզում հնարավորություն կա մարդուն մարզվելու, պարապելու եւ ռազմական գիտելիքներ ձեռք բերելու եւ լինել պիտանի զինվոր հայկական զինված ուժերի համար, այլ ոչ թե թնդանոթի միս։ Շնորհակալություն հետաքրքիր եւ միևնույն ժամանակ բովանդակալի զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։
Այսպեսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի ՈՄԱ հիմնադիր ռազմական փորձագետ Վովա Վարդանովի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։ Ասեց հելիք սեղ է, նման կրակոցները դա ահաբեկչություն է։ Ինչի ականատեսն ենք լինելու։ Ավելի վատ սցենար ձեզ ասում։ Կոնկրետ ուզում է պատերազմ սադրել, թե Ով դա չի հասկանում, խելքի հետ լուրջ խնդիրներ ունի, պատերազմ ցանկացած պահին կարա սկսի։ անում են, որպեսզի Իրանը ներսից պայթեցնեն։ Թեկուզ հոգնած իրանական առյուծը չկծի փոկի, որտեղ ինքը կծելուց փոկելու է, շատ մեծ է, շատ հզոր է։ Իսրայելին չի հաջողվելու։ Չի բացառվում, որ դրանից փորձեն օգտվել եւ մի քիչ ավելին անեն թուրքերը, քան իրաց թույլ են տվել այդ 3 ասիջները։ Նոր պատերազմից խուսափելու հնարավորություն ունենք։ Այո, ազգանակ դառնալու։ Մեզ կուտալը շատ թանկ հաճույք է լինելու։ Ալիևին չի հաջողվի։ Ոչ մեկին։